Կին Բաքշին մեր հոգևոր գանձարանը ռուսո-արտասահմանցի լսարանին ներկայացնող մտավորականներից է։ Նրա մատենադարան ֆիլմաշարը շատերին է հայտնի։ Մտավորականի հերթական ձեռնարկը, որը մի քանի տարիների շրջան աշխատանքի արդյունք է, նվիրված է Արցախի հոգևոր արժեքներին։ Ֆիլմ-ալբոմն այդպես էլ կոչվում է Արցախի հոգևոր գանձերը։ Ղարաբաղի հետ հանդիպում է իմ սիրո հետ։ Ես չեմ կարողանում մոռանալ այն արյունալի օրերը, որոնց միջով դուք անցել եք։ Դժվարություններ եք հաղթահարել նաև շնորհիվ այն հարուստ հոգևոր ժառանգության, որ ունեք այստեղ Արցախում։ Երգայլբոմը մանրակրկիտ աշխատանքի արդյունք է։ Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը պատմում է, թե ինչպես է իր համար կրկին բացել այդ գանձարանը։ Это был экскурс по возрасту выше человека, выше среднего, который Սա էքսկուրսիա էր մի մարդու համար, ով կրկին իր համար բացեց սեփական ժողովրդի պատմությունը։ Սա մի յուրահատուկ զգացում է։ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը Կին Բաքշիի կրչին ծանոթ է դեռ ուսանողական տարիներից։ Նա եկեղեցականների հայ մարդու անունից շնորհակալություն հայտնեց ռուս մտավորականին նվիրվածության հայ հոգևոր կյանքի իր պրպտումների համար։ Это человек, как бы, дар для армянского народа, я бы назвал. Այս մարդը մեծ պարգև է մեզ համար, նրա լեզվի ոճն այնպիսին է, որ մեզ տանում է դարերի խորքը ու կրկին վերադարձնում մեր օրերը։ мой друг, и старый друг, и всегда с друзьями очень приятно встречаться. Նա իմ հին ընկերն է, եւ առաջին անգամ կարդացի Բաքշիի գիրքը, զգացի, որ այս մարդն իմ ընկերն է։ Նա գրում է իմ հայրենիքի մասին, ինչպես ես կցանկանայի գրել, ու միանգամից կապ հաստատվեց մեր մեջ։ Գրքի շնորհանդեսը նախ Երևանում, ապա Շուշիում էր։ Հունիսին կհրատարակվի նաև հայերեն տարբերակը։ Մոսկվայաբնակ գործարարներ Սերգեյ Սարգիսովի եւ Սերգեյ Համբարձումյանի հովանավորությամբ ընթերցողն ունեցավ մեր հոգևոր արժեքները ներկայացնող այս գիրք ալբոմը։ Մարինա Մկրտչյան, Տիգրան Գասպարյան, օր։